Եվրամիությունը խոսում է արժեքների լեզվով, բայց Հարավային Կովկասում ավելի հաճախ առաջնորդվում է շահերով։ Այդ քաղաքականության ամենավառ արտահայտություններից մեկը Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարություններն ու քայլերն են։ Նախ մի փոքրիկ հետաքրքիր դրվագ նրա կենսագրությունից։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ, Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախապապերից մեկը Լյուդվիգ Կնոպը ռուսական կայսրությունում բարձր գնահատված արդյունաբերական գործիչ էր։ Նրան նույնիսկ շնորհվել է բարոնի տիտղոս կայսր Ալեքսանդր II կողմից։ Գերմանիայի պաշտպանության նախկին նախարարից մինչև Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի քաղաքական ուղին արագ էր, բայց նրա ղեկավարած կառույցի առաջնահերթությունները վերջին տարիներին ավելի հստակ են դարձել։ Ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու ֆոնին ԵՄ-ն սկսեց ակտիվորեն խորացնել գործակցությունը Ադրբեջանի հետ։ 2022 թվականին Բաքվում ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Ադրբեջանը վստահելի էներգետիկ գործընկեր է։ Այդ ձևակերպումը դարձավ եվրոպական քաղաքականության առանցքային ուղերձներից մեկը տարածաշրջանում։ Այդ հայտարարությունից հետո համագործակցությունը ոչ միայն շարունակվեց, այլև խորացավ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ԵՄ-ի հետ էներգետիկ գործակցությունն արդեն փոխում է Եվրոպայի էներգետիկ քարտեզը։ Ի պատասխան ֆոն դեր Լայենը ընդգծեց, որ այս գործընկերությունը երկարաժամկետ ռազմավարություն է։ Այսօրվա հուշագիրը յուրատեսակ ճանապարհային քարտեզ է ապագայի համար։ Հաշվի առնելով, որ մենք կյանքի ենք կոչել նախկինում ծրագրված բոլոր նախագծերը, վստահ եմ, որ մենք մեծ ձեռքբերումներ կունենանք։ Իհարկե, մեր օրակարգը շատ լայն է։ Մենք աշխատում ենք Եվրամիություն-Ադրբեջան նոր համաձայնագրի շուրջ։ Սակայն այս հայտարարությունները հնչում էին մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանում լարվածությունը շարունակվում էր, իսկ մարդու իրավունքների վերաբերյալ քննադատությունները չէին դադարում։ Հայաստանում սա հաճախ ընկալվում է որպես անհավասարակշռված մոտեցում։ Մի կողմից Եվրոպան խոսում է ժողովրդավարության ու բարեփոխումների մասին, մյուս կողմից համագործակցում է այն երկրների հետ, որտեղ այդ արժեքները հաճախ վիճարկվում են։ Փորձագետների կարծիքով այստեղ առանցքայինը ոչ թե արժեքներն են, այլ Եվրոպայի էներգետիկ եւ աշխարհաքաղաքական առաջնահերթությունները։ Քննադատների մի մասը սա անվանում է երկակի ստանդարտ, որտեղ Եվրոպան տարբեր չափանիշներ է կիրառում տարբեր երկրների նկատմամբ։ Ֆոն դեր Լայենը վերջերս նաև ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, ընդգծելով ԵՄ պատրաստակամությունը ներդրումների եւ տարածաշրջանային կապերի խորացման հարցում։ Սակայն նույնիսկ այս հայտարարության մեջ շեշտը դրված էր տնտեսական եւ ենթակառուցվածքային հեռանկարների վրա, ոչ թե անվտանգության հստակ երաշխիքների։ Երբ Եվրոպան խոսում է արժեքներից, բայց որոշումների հիմքում դնում է էներգետիկ հաշվարկները, ըստ քաղաքագետների Հարավային Կովկասում դա ընկալվում է ոչ թե որպես հավասարակշռված քաղաքականություն, այլ որպես ընտրություն հօգուտ շահերի։ Իսկ հարցը մնում է բաց. կարող է Եվրոպան լինել արժեքային դերակատար, եթե իր առանցքային որոշումները պայմանավորված են էներգետիկ անհրաժեշտություններով։